անկախ նրանից այսօր ունենք մասնավոր ապահովագրական փաթեթ, թե չունենք, 2026 թվականից, եթե մեր աշխատավարձը 200,000 դրամից ավել է, պետք է ունենանք պետական բազային ապահովագրական փաթեթը։ Եվ սրա շրջանակներում է, ես նորից եմ կրկնում, որ մենք հնարավորություն ենք ունենալու ընդհանրական երկրի մասշտաբով համակարգ ենթակառուցվածք ունենալ եւ նրանք կարող են շարունակել հավելյալ մասնավոր ապահովագրականների շրջանակներում ստանալ պլյուս փաթեթներ, կախված իրենց այսօր վճարվող գումարների շրջանակից։ Այսինքն, եթե այսօր մարդը 129,000 դրամից ավել արժեք ունեցող մասնավոր փաթեթ ունի, 129,000 դրամը կուղվի պետական բազային փաթեթին, հավելյալը կդառնա արդեն պլյուս փաթեթի շրջանակներում վճարվող գումարներ։ Վճարումները իրականացնելու է հարկային գործակալը, ինչպես այսօր մեր գործատուներն են իրականացնում մեր հարկային պարտավորությունների շրջանակներում վճարները, այնպես էլ այս ապահովագրավճարները գանձումը իրականացնելու են գործատուները հարկային գործակալները։ Անհատ ձեռներեցների պարագայում դա իրականացնելու են իրենք, ինչպես այսօր էլ իրականացում են մնացած հարկային պարտավորությունները։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։